Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտողներ, հուսամ լավ եք, իսկ մենք այսօր խոսելու ենք մի շատ կարևորագույն թեմաներից մեկի մասին, որը որ դարձել է 21-րդ դարի առողջապահական ոլորտի մարտահրավերներից մեկի՝ ճարպակալման։ Իսկ ավելի կոնկրետ այսօր խոսելու ենք դրա բուժման երևի թե ամենաարդյունավետ մեթոդներից մեկի՝ բարիատրիկ վիրաբուժության վերաբերյալ։ Առողջ առավոտ, Բժիշկ Ավետիսյան։ Առողջ առավոտ, բժիշկ։ Հիշում եք, որ հաղորդման ամենասկզբում, երբ որ խոսում էինք առողջ ապրելակերպի վերաբերյալ, խոսում էինք ավելորդ քաշի վերաբերյալ, ես որոշակի ձեռքբերում ունեցա, բայց ինչպես տեսնում եմ, դուք առայժմ դեռ Ես էլ ունեմ ձեռքբերումներ, հավելյալ մի քանի կիլոգրամ ձեռք եմ բերել։ Մենք պիտի գիրանանք, որ դուք նիհար եք, հասկանում եք, մենք ավելի մեծ սերունդ պարտավոր ենք այդ բեռը վերցնել մեր վրա։ Ֆիզիկայի օրենքի համաձայն, եթե դուք ինչ-որ բան կորցնում եք, ինչ-որ մեկը պետք է դա վերցնի։ Իսկ եթե ավելի լուրջ սիրելի հեռուստադիտող, ես երևի թե եթերում խոստում տամ բժիշկ Ամիրյանին, որ շուտով դուք ինձ կտեսնեք միանգամայն ոչ միայն կարգավիճակում նոր, այլ մարզավիճակում։ Հա, այսպես։ Շատ լավ։ Եվ ներկայացնենք մեր այսօրվա հյուրին։ Այսօրվա մեր հյուրն է ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբույժ, բարիատրիկ վիրաբույժ, կավապրակտոլոգ, ուռուցքաբան, Սլավմեդ բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար եւ նաեւ Հայաստանի մինիմալ ինվազիվ վիրաբույժների հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ բժիշկ Լևոն Գրիգորյանը։ Ողջունում եմ ձեզ, բժիշկ Գրիգորյան։ Ողջունում եմ ձեզ։ Առողջ առավոտ։ Ես էլ ձեր թույլտվությամբ իլրումն ավելացնեմ, սիրելի հեռուստադիտող, այսօր տաղավարում հարգարժան բժիշկը նաև համարվում է ոչ պակաս հարգարժան բժշկի եւ գիտական եւ պրակտիկ ղեկավար, այնպես որ ես շատ մեծ ուրախությամբ երկուսը թիր ընկալում եմ այստեղ, կարծում եմ, որ ձեզ համար սա հատուկ թողարկում է, որովհետեւ յուրաքանչյուրիս համար պատիվ է, երբ մենք մեր ուսուցչի հետ հավասարը հավասարին ոչ միայն կռվում ենք վիրասրահում, ոչ միայն կռվում ենք գիտական հարթակներում, այլև այստեղ արդեն որպես հեռուստահաղորդավար։ Ես շնորհավորում եմ ձեզ, որովհետեւ կարծում եմ, թե ձեզ համար շատ կարեւոր օր է։ Ձեր հոգսը հեշտացնեմ եւ առաջին հարցը ես տամ։ Բժիշկ Գրիգորյան, խնդրում եմ սահմանեք ինչ ասել է բարիատրիկ վիրաբուժություն, որովհետև մենք բժիշկներս շատ լավ պատկերացնում ենք, բայց վստահ եմ, որ հենց հիմա մի փոքր տաք գավաթով, սուրճով կամ թեյով բազմաթիվ հեռուստադիտողներ ուզում են հասկանալ ինչից են խոսում։ Շնորհակալ եմ մեկ անգամ եւս հրավերի համար եւ ոտքս խերով լինի։ Բարովեք եկեք։ Շատ հաճելի է։ Տեսեք գույները ամբողջությամբ ներդաշնակ են։ Ամեն ինչի հետ ցածեցրել։ Բայց չենք պայմանավորվել, պետք է ասենք, տեսեք, բարիատրիկ վիրաբուժությունը արդեն մի փոքր է դեպքում ավելի ընդարձակ են, որ բարիատրիկ մենք այլևս բարիատրիկ չենք ասում միայն, եւ բարիատրիկ մետաբոլիկ վիրաբուժություն ենք ասում։ Բարիատրիկ վիրաբուժությունը ի սկզբանե ստեղծվել է ավելորդ քաշի ճարպակալման դեմ պայքարելու համար, բայց գիտությունը ժամանակը ցույց են տվել, որ այս վիրահատության այս տեսակները զգալիորեն ազդեցություն ունեն նաև օրգանիզմում մետաբոլիկ կամ նյութափոխանակային խանգարումների վրա եւ այսօր առանձնացնել զուտ բարիատրիկ կամ մետաբոլիկ դա հնարավոր չէ, այսինքն սա գործողությունների մի խումբ է վիրաբուժական, որոնք ուղղված են ճարպակալման եւ նյութափոխանակային խանգարումների դեմ վիրաբուժական պայքարին։ Ֆանտաստիկ, սիրելի հեռուստադիտող, չգիտեմ դուք ինչպես, ես հենց նոր առողջ առավոտի հաշվին նորից սովորեցի նոր բան։ Լինելով առողջապահության մեջ մինչև ականջներս խրված, ես չգիտեի, որ այլևս կոչվում է բարիատրիկ եւ մետաբոլիկ վիրաբուժություն։ Այսպես Էվրիկա, այսպես են սովորում եւ ձեզ շնորհակալ եմ դրա համար, հենց նոր արձանագրեցինք։ Երկրորդ հարցն էլ ես տամ։ Խնդիր չկա, բժիշկ Ավետիսյան։ Շատ սուր հարց եմ տալու։ Համեցեք։ Ձեզ համար եւ ձեր դիտանկյունից նաև որպես մինիմալ ինվազիվ վիրաբուժության հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ։ Սա պետք է լինի բիզնես ուղղություն, թե առողջապահության մեջ կարևորագույն մի նոր ինովացիոն ձեռքբերում, որովհետև իմ դիտարկմամբ տևական ժամանակ, ես չեմ խոսում միայն Հայաստանի Հանրապետության մասին, Կավլիցի աշխարհում այն կիրառվում էր որպես բացառապես բիզնես գաղափար, երբ նույնիսկ չարաշահվում էր մարդկանց չէին էլ առաջարկում գնալ դասական ճանապարհով փորձել նիհարել, այլև միանգամից ու ընդ որում բավական հետաքրքիր ֆինանսական եկամուտ ունեցող վիրահատություն է կարծում եմ։ Այո, միանշանակ եւ կան երկրեր, որտեղ սա վերահացվել եւ կիրառվում է որպես բիզնես գաղափար, բժշկական туриզմի կոնտեքստում, բայց այստեղ շատ դժվար է տարանջատել, որովհետեւ եթե այո բժշկական туриզմը օգտագործվում է որպես գումար վաստակելու միջոց, բայց իրականացվում են գործողությունները ցուցումով,
Պետք է ասենք, որ այո, սա այնուամենայնիվ ատամնաբուժությունը նույնպես բիզնես կոմպոնենտներ ունի, բայց վինիրներ դնելը մարդկանց առողջությունը, էսթետիկ առողջությունը վերականգնում է։ Դրա համար պետք է ասեմ, որ ցավոք սրտի կան մարդիկ, ովքեր զուտ բիզնես են դիտարկում այս ուղղությունը, ինչպես նաև բժշկության շատ այլ ուղղություններ, բայց այստեղ երևի թե պետք է համակարգը աշխատի, այստեղ պետք է պարկեշտ լինեն իրենք առաջարկողները եւ պետք է նաեւ հանուն արդարության ասեմ, որ շատ հաճախ նաեւ պահանջարկը մեզ շատ հաճախ դիմում են պացիենտներ, ովքեր չունեն ընդհանրապես ցուցում այս գործողությունը կատարելու, բայց դիմում են անգամ շատ հաճախ ես կստորագրեմ, մենք ազգովի կստորագրենք, մենք բոլորս կստորագրենք, պատասխանատվությունը ին վրա կվերցնեմ եւ այլ, ու այստեղ բժշկի ֆակտորը իհարկե շատ մեծ է։ Համամիտեմ եւ ես ին վրա վերցրեցի այդ բեռը համապատասխան մտածելակերպ ունեցող մարդկանց անունից հարց հնչեցնելու, ըստ իս դա կարևոր է ոչ միայն շատ կարևոր հարց։ Բարիատրիայում, այլև կարևոր է եւ մետաբոլիկ վիրաբուժությունում, այլև ցանկացած տեղ, երբ որ չկա ցուցում եւ արվում է ինչ-որ մի բան, հանուն ինչ-որ մի բանի։ Եվ փորձեմ մի փոքր եւս հավելեմ, երբ որ մենք ասում ենք չկա ցուցում, դա նշանակում է, որ վիրահատությունը պոտենցիալ առավելություններ չի կարող ունենալ եւ դրա ռիսկերը երբեք արդարացված չեն։ Եվ սրա մասին ես շատ հաճախ եմ խոսում այդ թողին բուժառուների հետ եւ շնորհակալություն, որ հնարավորություն ձեռեցիք եւս մեկ անգամ ակցենտավորելու շեշտել։ Ես եմ շնորհակալ, շատ ակտիվ եւ սպառիչ պատասխանի համար, ինչու եմ ասում ակտիվ, որովհետեւ դուք խոսեցիք որպես մարդ, ով հստակ գիտի ինչ է ասում։ Ես ուրախ եմ, որ դիպուկ էր հարց Բժիշկ Ամիրյան, բեմահարթակը։ Քանի որ խոսքը գնաց ցուցումների մասին, իհարկե այս թեման շատ լայն է, մենք կարող ենք ժամերով խոսել, բայց փորձենք առանձնացնենք որոշակի կետեր։ Բժիշկ Գրիգորյան, խոսենք ցուցումների մասին, որ պարագոմ է ցուցված, որովհետև այո, երբեմն հանդիպում են պացիենտներ, ովքեր սա դիտարկում են որպես էսթետիկ վիրահատություն, կարծում են, որ մի արելով իրենք ուղղակի գեղեցիկ արտաքին տեսք ունենան, հստակ խոսենք ցուցումների պարագայում եւ իհարկե լինում են հանդիպում են դեպքեր, երբ որ չկա ցուցումներ, բայց պացիենտներ, որոնց մոտ իրականացվել է բարիատրիկ վիրահատություն, երբ որ այդ պարագայում դիտարկելիս մենք չենք ունեցել օրից հստակ ցուցում, այլ ավելի կոնկրետ ցուցումների մասին խոսենք։ Շնորհակալ եմ հարցի համար, շատ կարևոր հարց է, որովհետև սխալներ ցավոք սրտի մենք ձեր հետ միասին հանդիպում ենք, սխալներ, որոնցից տարապում են մեր բուժառուները։ Բաժանենք հարցը երկու մասի՝ բարիատրիկ ցուցումներ եւ մետաբոլիկ ցուցումներ։ Բարիատրիկ ցուցումները դրանք ցուցումներն են, որոնք կապված են բուն քաշի հետ։ Եվ այստեղ գոյություն ունի մի այսպիսի պարզ ինդեքս, կոչվում է մարմնի զանգվածի ինդեքս, որը կիլոգրամներով մարդու զանգվածի հարաբերություններն է մետրով հասակի քառակուսուն, եւ եթե այս ցուցանիշը 35 միավորից բարձր է, 35 եւ բարձր է, այս դեպքում մենք կարող ենք չփնտրել այլ հավելյալ հիվանդություններ եւ կարող ենք ասել, որ միայն ճարպակալումը բավարար է, որպեսզի բուժառուին մենք առաջարկենք բարիատրիկ վիրահատություն։ Սակայն եթե այս ցուցանիշը ցածր է 35-ից եւ կան այնպիսի մետաբոլիկ խանգարումներ, ինչպիսին հատկապես շաքարային դիաբետ երկրորդ տիպ, զարկերակային գերճնշում, լիպիդային փոխանակության խանգարում, քնի օբստրուկտիվ խանգարում, արթրոզ արթրիտներ, այսինքն խնդիրներ, որոնց զարգացումը կամ կլինիկական դրսևորումը փոխկապակցված է այդ քաշի զանգվածի հետ, ապա այո, այստեղ մենք ունենք արդեն մետաբոլիկ ցուցումներ եւ բուժառուին կարող ենք առաջարկել համապատասխան բուժօգնությունը։ Նաեւ պետք է նշենք, որ եթե խոսքը գնում է ասիական կոնտինգենտի մասին, այստեղ մարմնի զանգվածի ինդեքսը նվազեցվում է եւ 27.5-ից սկսած անգամ պայմանավորված գենետիկ գործոններով մենք կարող ենք առաջարկել բարիատրիկ մետաբոլիկ վիրահատությունները։ Բժիշկ Գրիգորյան, մենք հաճախ ենք խոսում ռեցիդիվների մասին վիրաբուժության մեջ եւ ցավոք սրտի այս ուղղությունը եւս բացառություն չէ։ Ինչ պետք է անի պացիենտը, ինչքանով է դա սուբյեկտիվ կամ օբյեկտիվ գործոն, երբ բանը հասնում է նորից կրկնակի վիրահատության եւ գուցե դա արդեն հնարավոր չէ, հաշվի առնելով նաեւ ստամոքսի անատոմիական առանձնահատկությունները։ Տեսեք, եթե մենք խոսում ենք կրկնակի վիրահատության մասին, մենք պետք է փորձենք հասկանանք իսկ ինչումն է պատճառը առաջին հերթին, որովհետև վիրահատությունները մենք ընդհանուր առմամբ բաժանում ենք երկու խմբի, դրանք ռեստրիկտիվ կամ ծավալը փոքրացնող վիրահատություններն են եւ կոմբինացված ազդեցություն ունեցող ռեստրիկտիվ եւ գիպաբսորբցիվ ազդեցություն ունեցող, այսինքն վիրահատություններ, որոնց դեպքում մենք փոքրացնում ենք ստամոքսի ծավալը եւ կարճացնում ենք այն մարսողական սեգմենտը, որով անցնում է ընդունված կալորիաները
այդքանով իսկ ստեղծում ենք պայմաններ, որպեսզի այդ կալորիաների մի մաս ուղղակի չյուրացվեն եւ հեռանան։ Եթե մենք գործ ունենք պաթոլոգիկ քաղցրակեր պացիենտների հետ, ապա այս դեպքում ռեստրիկտիվ գործողությունները, որոնցից ամենահայտնին թերևս դա ստամոքսի երկայնակի մասնահատումն է կամ սլիվ վիրահատությունը, այս վիրահատությունը մեծ հավանականությամբ կարող է չհաջողել։ Այս ամենի մասին մենք պետք է պացիենտի հետ նախավիրահատական շրջանում խոսենք, պետք է հայտնաբերենք նրա սովորությունները, վատ սովորությունները, քննարկենք նրանք, հասկանանք որքանով է նա պատրաստ վերանայել իր ապրելակերպը, որքանով է նա կոմպետենտ դա անելու, որովհետև շատ հաճախ բուժարում կարող է ասել, այո, ես կանեմ, բայց դուք տեսնում եք, որ նա չի անի։ Պետք է քննարկել հարցը նաև հարազատների հետ, նրանց ներկայությամբ, որովհետև սրանք իրականում կարևոր հարցեր են, բայց եթե այնուամենայնիվ կա քաշի վերադարձ, այո, նախ եւ առաջ պետք է խոսել, որ եթե ռեստրիկտիվ գործողություն է արված, կրկնակի ռեստրիկտիվ գործողությունը ամենայն հավանականությամբ չի հաջողելու կրկին եւ իմ հիշողության մեջ ամենայն դեպս մեր գոլեգաներից արտասահմանյան ներկայացված 6 կրկնակի վիրահատություն եմ հիշում ամենամեծ թիվը, բայց կարծում եմ, որ 6 անգամ վիրահատել եւ գնալ նույն ճանապարհով, նույն սխալները անելով, դա այստեղ պետք է փնտրել խնդիր եւ բժշկի եւ պացիենտի մեջ։ Եվ նաեւ հոգեկան առողջության խնդիր պետք է ընտրել առաջին հերթին։ Բնականաբար, եւ մենք տեսնում ենք, որքան էլ չենք ուզում, որ դա այդպես լինի, տեսնում ենք այդ պացիենտներին կրկնակի վիրահատել քաշի վերականգնման պատճառով կրկնակի վիրահատության դիմող եւ առաջին գործողությունը, որ պետք է անենք, այո, հոգեբանի աշխատանք, կրկնակի սննդաբանի աշխատանք եւ եթե համոզվում ենք, որ այլ գործողություններ չունենք անելու, կրկնակի վիրահատության հարցը դրվում է, բայց խորը քննարկվում է վիրահատության մեթոդի հարցը։ Մենք կարող ենք առաջարկել մեթոդներ, որոնք շատ կոշտ ձևով կսահմանափակեն բուժառուին, բայց մենք գիտենք, որ որքան մենք ձգում ենք այդ, այսպես ասենք, պտուտակը, այնքան մեծացնում ենք նաեւ ռիսկերը եւ պետք է գտնել այն կոմպրոմիսային տարբերակը, որը որ ոսկե ստանդարտ կլինի տվյալ մարդու համար, տվյալ բուժառուի համար։ Կարճ հարց ձեզ, դուք նշեցիք, բայց ուզում եմ որ բժիշկն Ամիրյանը պատասխանի, քաղցրակերություն, արդյոք քաղցրակերության մասին է խոսքը, թե ընդհանրապես շատակերության բուլիմիայի մասին է խոսքը։ Բուլիմիան ինքը հոգեբուժական խնդիր է։ Այստեղ վիրաբուժությունը անելու ոչինչ չունի։ Դուք շեշտեցիք կրկնակի վիրահատությունների կապակցությամբ, եթե քաղցրակեր է պացիենտ, այսինքն քաղցր օրինակներից մեկն է, այո, դա օրինակներից մեկն է, բայց կա նաև շատակերության խնդիրը, ոչ բուլիմիայի, այո, ծավալակերության խնդիրը, որը մարդիկ կան, որոնք պատրաստ չեն անցնել այդ ճանապարհով իրականում։ Եվ մենք պետք է իրենց գտնենք, իրենց խնդիրները պետք է այդ թաքնված խնդիրները պետք է փորձենք վեր հանենք։ Քանի որ մեթոդներից խոսք գնաց, բժիշկ Գրիգորյան, խոսենք մեթոդների մասին, որ մեթոդներն են լայն կիրառելի, որոնք են կիրառվում այսօր Հայաստանում եւ ակտիվությունը բարիատրիկ վիրաբուժության Հայաստանում այսօր ադրությամբ արդյոք համեմատած միջազգային իհարկե որոշակի վերապահումներով ինչ աճ ունի Հայաստանի Հանրապետությունը բարիատրիկ եւ մետաբոլիկ վիրաբուժության առումով։ Մեթոդները ես նշեցի եւ բժիշկ Ամիրյանն էլ ամեն օր տեսնում է, որ մենք մեր թիմը գոնե կարող ենք առաջարկել բավականին վիրաբուժական եւ էնդոսկոպիկ բավականին լայն ծավալ, սկսած ներստամոքսային բալոնավորումից, որը վիրահատություն չէ, ուղղակի ներստամոքսային այդ փուչիկի տեղադրման հետևանքով մենք ստեղծում ենք նույնպես ռեստրիկցիա, ծավալի փոքրացում եւ որոշակի արդյունք ստանում ենք, եթե ունենք գերմոտիվացված հիվանդ։ Եթե չունենք գերմոտիվացված հիվանդ եւ հիվանդը բուժառուն պատրաստ չէ անցնել այդ ճանապարհը, վերափոխել իր ապրելակերպը, մոտեցումները, ապա այս մեթոդը ընդհանրապես քննարկելի էլ չէ։ Մյուս կողմից սա կարող է լինել շատ ոչ վիրահատական մեթոդ բոլոր այն բուժառուների համար, ովքեր օրինակ գնում են կոնկազդրային հոդի պրոթեզավորման եւ անհրաժեշտություն կա արագ քաշի նվազեցնելու եւ այլն։ Վիրահատությունները ռեստրիկտիվ դա սլիվ գաստրեկտոմիան է կամ ստամոքսի երկայնակի մասնահատումը, որի արդյունքում մենք ստամոքսից ձևավորում եւ ստանում ենք աղիքի նման մի փոքրիկ օրգան,
կրճատելով դրա ծավալը մոտ 75-80%, իսկ արդեն հաջորդ վիրահատությունները դրանք շունտավորող կամ շրջանցող, ստամոքսը շրջանցող գործողություններ են, որոնց դեպքում մենք բացի այն, որ փոքրացնում ենք ծավալը, նաև կարճացնում ենք մարսողական այդ սեգմենտը։ Այստեղ բազմաթիվ վարիացիաներ ունենք, տարբերակներ ունենք եւ կարող ենք այդ պտուտակը բավականին խորը ձգել, բայց նույնպես բուժարում պետք է պատրաստ լինի այդ ամեն ինչի միջով անցնելու։ Ինչ վերաբերում է ստատիստիկ տվյալների, ցավոք սրտի Հայաստանում գոյություն չունեն ստատիստիկ տվյալներ, վիճակագրական որևէ աղբյուր ես չեմ կարողանում գտնել, որպեսզի կարողանանք իմանանք թե որքան նմանատիպ վիրահատություններ են կատարում, բայց իհարկե այդ վիրահատությունների ծավալը, կենտրոնների քանակությունը շատացել է, մասնագետների քանակությունը, ովքեր դրանք կատարում են, շատացել է, եւ այսօր բավականին ակտիվ են այս վիրահատությունները եւ կան կենտրոններ, որոնք կարող ենք համարել, կարծում եմ, մեծ ծավալային կենտրոններ, որտեղ հիվանդների, բուժառուների հոսքը բավականին մեծացել է։ Ես փոքրիկ հուշում անեմ, վստահ եմ տիրապետում եք, բայց Առողջապահության ազգային ինստիտուտի ենթակայությամբ գործող համապատասխան ստորաբաժանում կարծում եմ ձեզ շատ կօգնեն, եթե չեք դիմել։ Փորձել ենք, բայց ինֆորմացիա չենք ստացել, որովհետև մենք դեռևս խնդիր ունենք առասարակ վիճակագրության հավաքագրման գործընթացի, որի ուղղությամբ մեծ աշխատանքներ են կատարվում, երբ մի խոսքով չխորանանք, ամեն դեպքում կարծում եմ շուտով կունենանք եւ դուք կարող եք արագացնել այդ գործընթացը, որպես պահանջարկը ծնում է առաջարկ նաեւ, հա, այս սկզբունքից ելնելով։ Ես հանրային մի կարծիք հնչեցնեմ, չնայած ինքս որպես հանրային սոցիումի ներկայացուցիչ նաեւ նկատել եմ երկու խումբ մարդկանց, ում վրա բառի բուն իմաստով շատ խոսակցական եմ ասում, այս վիրահատությունը շատ լավ է գալիս հաբիտուսի արտաքին տեսքի դիտանկյունից եւ մարդկանց խումբ, ովքեր կարծես հազար ներողություն, բայց ոնց որ 3-4 ստադիայի օնկոլոգիական հիվանդությամբ հյուծված պացիենտներ են, հիվանդագին արտաքինով, ինչից է դա գալիս, որպես բժիշկ չեմ հարցնում, որպես քաղաքացի, եւ արդյոք սա հիմք է մեզ համար մտածենք, որ այս հիվանդությունը կախարդանք ունի կամ այսպես, չգիտեմ, ինչ որ ընտրողաբար է, որովհետեւ մեկ-մեկ ասում ենք ավելի լավ չի չվիրահատում։ 70 տարեկան մարդու տեսք ունի երիտասարդ տղամարդ։ Բնականաբար այդպիսի տրանսֆորմացիաներ լինում են եւ մենք պետք է միշտ հասկանանք, որ եթե մենք նայում ենք մինչեւ եւ հետո նկարները, այդ մարդիկ անցնում են որպես կանոն այդ նկարները շատ հերու ժամանակ չի անցնում, մինչև 1 տարի այդ ժամանակահատվածի են, եւ դա այն ստրեսային ժամանակահատվածն է, երբ որ օրգանիզմը ամենամեծ ստրեսի մեջ է։ Եվ բոլոր այն դեպքերում, երբ բուժառուները չեն կատարում բժշկի կողմից նշանակված խորհուրդները, մասնավորապես ճիշտ սննդակարգի, վիտամին ու միներալային թերապիայի հետ վիրահատական ֆիզիկական ակտիվության, այո, նրանք այսպես որ թույլ տվեք շատ պատկերավոր ծաղկի պես կարող են թողնած, այո, տեսք ունենալ, որովհետև պապական խոսք է, ասվում է, որ աշխատող խոփը միշտ փայլում է եւ ֆիզիկական ակտիվությունը այս իմաստով շատ կարեւոր է։ Դա մեր ամենօրյա խոսակցությունն է եւ խորհուրդն է, բայց պետք է ասեմ, որ նաեւ այո կան բժիշկներ նաեւ, որոնք ցավոք սրտի հետ վիրահատական վարման տեսակետից հետեւողական չեն եւ շատ քմաճույքով են վերաբերում այդ ամեն ինչին եւ ասում են դե ինչ ուզում եք արեք, ոնց ուզում եք արեք։ Իմ գործը վիրահատություններ ես ավարտել եմ այն, միևնույն ժամանակ չուղղորդելով համապատասխան մասնագետի մոտ կամ չտալով համապատասխան խորհուրդներ, իհարկե բուժառուները սպառում են իրենց այսպես ասենք ռեզերվները եւ կարող են, բայց դա ժամանակավոր է։ Այսինքն ցանկացած դեպքում վիրահատությունը չի հանգեցնում պաթոլոգիկ թերսնուցման, ոչ, որովհետեւ այդպիսի թյուր կարծիք կա, համարենք որ սա միֆ է եւ դա կարելի է միշտ լրացնել։ Իսկ գենետիկական առանձնահատկություններ, եթե չկան բարդություններ վիրահատության պայմանավորված, որոնք պրակտիկորեն թույլ չեն տալիս բուժառուին ստանալ այն էներգետիկ մինիմում, որը նրան անհրաժեշտ է, այդպիսի իրավիճակներ կարող են լինել, ապա ոչ։ Ես իմ աշխատանքային գործունեության ընթացքում գոնե չեմ տեսել այնպիսի հիվանդ, որը թեր սնուցվի։ Եղել են մարդիկ, ովքեր դիմել են ու ասել են, բժիշկ շատ են մի արել։ Մենք իհարկե օբյեկտիվ տվյալներով, երբ որ հաշվում ենք, դրանք գտնվում են նորմայի մեջ եւ հասնում են անգամ իդեալական զանգվածին, բայց եթե պացիենտը կորցրել է 60, 70, 80 կիլոգրամ,
էմոցիոնալ առումով նույնպես դժվար է ինքն իրեն ընդունել այդպեսին եւ հարազատները նույնպես դժվար են ընդունում։ Բժիշկ Գավաթիսյան, ես կուզեի խոսենք շատ կարևորագույն մի կոնֆերանսի վերաբերյալ, որը մեզ սպասվում է շուտով նոյեմբերի 28-29-ին տեղի ունենալու ճարպակալման մուլտիդիսցիպլինար կոնֆերանսը արդեն երրորդ է։ Խոսեի դրա մասին, խոսեք բժիշկ Գրիգորյանը, որտեղ չի խոսվելու միայն բարիատրիկ վիրաբուժության, այսինքն հավաքվելու են մասնագետներ, ովքեր բոլորը առնչություն ունեն ճարպակալման խնդիր ունեցող պացիենտների հետ։ Այդ մի փոքրիկ խոսենք կոնֆերանսի մասին։ Այո, սա արդեն թվով երրորդն է լինելու Հայաստանում եւ շատ ուրախ եմ, որ կարողանում ենք թող որ տեխնիկապես բավականին դժվարություններով, բայց հաղթահարել եւ իրականացնել այս կոնֆերանսը, որովհետեւ սա իմ կարծիքով մենք փորձում ենք հարթակ ստեղծել, որտեղ մի խնդրի շուրջ կարող են զրուցել տարբեր մասնագետներ, ովքեր Խաչաձև առնչվում են այս խնդրի հետ։ Եվ սա հնարավորություն է տալիս ստեղծել միջմասնագիտական կապեր, սա հնարավորություն է տալիս խնդրին նայել այլ անկյունից, եւ սա հնարավորություն է տալիս փորձ կատարելու, խորանալու այդ խնդրի արմատների մեջ եւ արմատները բուժելով շատ հաճախ խնդրին տալ վերջնական կամ գոնե կայուն լուծում եւ չփորձել անընդհատ ինչ որ մի ձև, այսպես ասած, ծածկոցը մասնագետների իրենց վրա քաշել։ Սա կարծում եմ, որ կարևոր գիտաժողով է եւ մենք պետք է փորձենք սրա մասին անդադար խոսել։ Միևնույն ժամանակ սա հնարավորություն է մեզ վիրաբույժներից օրինակ տեսնել խնդրի էնդոկրին, նյարդաբանական, սրտաբանական, օրթոպեդիկ եւ այլ կողմերը եւ մյուս կողմից մեր գործընկերներին տեսնել այս խնդրի նաեւ վիրաբուժական կողմը եւ իմանալ դրա լուծման մասին, ու ինչի մասին դուք հենց սկզբում ասացիք եւ ցավով եմ արձանագրում, բայց դա դեռևս մնում է ամենաարդյունավետ մեթոդը խնդրի կայուն եւ տևական բուժման իմաստով։ Ես մեծ սրտով ուզում եմ ձեզ նախ շնորհավորել երրորդ անգամ եւ ձեզ եւ մնացած կազմակերպիչներին, ովքեր մեր լավ գործընկերներն են եւ ճանաչում ենք, ինքս անցյալ տարի պատիվ եմ ունեցել մասնակցել եւ ցավի բժշկության մասին նաեւ խոսել կապելով այն ավելորդ քաշ ունեցող եւ ճարպակալում ունեցող պացիենտների հետ։ Մեծ հաջողություն ենք մաղթում, ցավում ենք, որ համընկավ մեր համատեղ միջոցառումները, բայց հաջորդ տարի շատ ավելի ահա թե ինչ է նշանակում թույլ կոմունիկացիան երբեմն։ Անպայման հաջորդ տարի փորձենք այնպես անել, որ նաև ուժերը միավորենք, որովհետև ես ուրախ կլինեի, եթե մեր բազմահազարանոց եւ նաև ձեր վստահ եմ շատ մեծ քանակությամբ աուդիտորիան նաև փոխշփման հնարավորություն ունենային, այդ թվում այս խնդրի շուրջ շատ ավելի մեծ թիմով խոսենք, բայց հոգ չէ։ Մենք էլ մեր թիմի անունից շնորհավորում ենք եւ ես չէի մոռացել, եթե դուք չասեիք, ես անպայման շեշտելու եի։ Հաջողություն բոլորիս, կարծում եմ գոնե թե երեկոյան կարող ենք ուժերը համատեղ, իդեպ ես ձեզ հրավիրում եմ մեր համատեղ համերգին 28-ի երեկոյան, եթե տեղյակ չեք, բժիշկ Ամիրյանին ձեր գիտաժողովից գողանալու ենք, ինքը լայվ ժողովի վերջը լայվ ուրեմն համերգ ունի ժամուկես թույլությունն։ Այո։ Եվ այս կտորով վերջին կիսահումորային հարցը Ինչ զավեշտալի պատմություններ եք ունեցել, շատ կարճ առայն, որ դուք Լևոն Նիկիտովիչն եք։ Ասեք որ լավ հարց է։ Շատ լավ հարց է, բայց շատ անսպասելի հարց է։ Դե վերջում պետք է շոկի ենթարկեք թե չէ։ Իրականում լինում է զավեշտալի պատմություններ, որտեղ հիմա պետք է փորձեմ հիշել, չգիտեմ առաջին հայացքից առաջինը մտքից ինչ որ բան չի գալիս, դուք ինձ ասում եք թույլ տեղ բռնեցիք։ Դե մեր հաղորդաշարը առողջ է այդ թվում էմոցիաների եւ ադրենալինի չափաբաժիններով։ Սիրելի հեռուստադիտող, ասեմ ինչի մասին է խոսքը։ Նախ խորին հարգանքով մենք երեքս կարծում եմ կողջունենք պարոն պրոֆեսոր ակադեմիկոս Լևոն Մկրտչյանին, Լևոն Նիկիտայի Մկրտչյանին, մեր ավագ ուսուցչին, գործընկերոջը, ում անուն հայրանուն նաև զուգադիպաբար այսպես պատահմամբ համընկել է եւ հաճախ ինձ Լևոն Նիկիտովիչը ինչպես թե Լևոն Նիկիտովիչը ախր 90-ն անց է արդեն եւ այլն։ Հիշեցի։ Հիմա մենք ունենք նաև լուսահոգի Լևոն Նիկիտիչ ինֆեկցիոն։ Վաու, ես դա չեմ իմացել։ Եվ մեկ օր կլինիկաներից մեկում աշխատանքի ժամանակ ներքին հեռախոսով զանգ է գալիս։ Ես նոր եմ ընդունվել այդ կլինիկա եւ այնտեղից հարցում են Լևոն Նիկիտիչին կարելի է, ասում են որ Լևոն Նիկիտիչը մահացել է։
Նիկիտիչը այստեղ չի եւ դա ասել է եւ դա հետաքրքիր դեպքերից մեկն է, որը ինձ հուշեցիք եւ օգնեցիք Մենք խոսեցինք վիճակագրությունից եւ խոսեցինք գիտությունից, ահա այստեղ է, եթե դուք Լևոն եք եւ ձեր հայրանունը Նիկիտա է, դուք շատ մեծ հավանականությամբ կդառնաք արժեքավոր բժիշկ կամ առողջապահության կազմակերպիչ։ Այս ուրախ նոտայվել ջերմ ողջույններով եւ ամենայն հարգանքով շնորհակալություն ձեզ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ, որովհետեւ մենք բժշկագիտության մեջ մեր ուսուցիչները ինչ որ առումով ծնողամեծարության ծնողին, չէ, արժանավայել այդ հաստիքում են։ Ես էլ եմ շնորհակալ, որ իմ ընկերոջից եւ գործընկերոջից սերտում եք այսպիսի վիրաբույժ, ինչով ես պատանում եմ։ Բոլորիս առողջ առավոտ, սիրելի հեռուստադիտող, կարծում եմ մեր դրական էներգիան եւս փոխանցվեց ձեզ նույնպես առողջ առավոտ, ինչու՞ չէ, նաեւ առողջ ցերեկ եւ առողջ երեկո։ Ես բոլորին ողջունում եմ առողջ առավոտ տերմինաբանությամբ խոսույթով։ Լավ եղեք, կհանդիպենք։